Պապիկյան, եթե կարելի է զենքը նվեր ստանալ կամ էժան գնել, ինչպես նշյալ ընդդիմադիր գործիչն է ասում, գալով իշխանության, իրենց օրոք այդպես է լինելու, ինչու եք դուք թանկ զենք գնում, իհարկե նշելով, որ դրանք նոր են, բայց ամեն դեպքում ստացվում է, որ կան էժան, երբեմն նվեր տվող զենքի աղբյուրներ։ Ինչու Հայաստանի իշխանությունը չի օգտվում այդպիսի բոնուսներից։ Մենք օգտվում ենք այն հնարավորություններից, որ շուկան այսօր մեզ ընձեռել է, կան միջազգային գներ, որը որևէ մեկը չի կարող շրջանցել, իսկ ինչ վերաբերում է ձեր նշած, հավանաբար ես պատկերացնում եմ, որ երկրի մասին է, նմանատիպ նվերներ մենք չենք ուզում ընդունել։ Իհարկե կան դաշնակցային պայմանագրեր, որոնց բերումով սպառազինություն եւ ռազմական տեխնիկան կարելի է գնել տեղական գներով, այսինքն ներքին շուկայի համար նախատեսված գներով, որը նույնպես մենք օգտագործում ենք։ Դուք նաև հրապարակում տեսել եք այդ թվում նաև ռուսական արտադրության զենքեր։ Ես չեմ ասի, որ զինատեսակների մասին է խոսքը, այո, կան զինատեսակներ, որոնք մենք օգտվել ենք հնարավորությունից, բայց նորից եմ ասում, մենք հակված չենք ստանալ նվեր այնպիսի զենքեր, որոնք տեխնոլոգիապես զիջելու են նորագույն զենքերի։ Բաց խոսենք Ռուսաստանի մասն է խոսքը։ Այո, այդ թվում նաև Ռուսաստանից, հիմա նույն նվերը կարող է տալ նաև Ֆրանսիան կամ Հնդկաստանը։ Ես խոսում եմ ընդհանրապես նվեր ստանալ մի բան, որը պիտանի չի ռազմի դաշտում կամ պիտանի էր 70-80-ական թվականներին։